Հանուն Հոր եւ Որդվո եւ Օգնի Սրբո ամեն։ Եվ երբ Հիսուս վերջացրեց իր բոլոր խոսքերը եւ ժողովուրդը նրան լսեց, Կափառնայում մտավ։ Այնտեղ մի հարյուրապետի ծառա, որ շատ սիրելի էր նրա համար, ծանր հիվանդացել էր եւ մեռնելու մոտ էր։ Երբ լսեց Հիսուսի մասին, հրեաներից ավագներին ուղարկեց, որ աղաչեն նրան, որպեսզի գա եւ բժշկի իր ծառային։ Եվ նրանք Հիսուսի մոտ գալով թախանձագին աղաչում էին նրան ու ասում. արժանի է նա, որ ինա շնորհը պիտի անես, որովհետև նա սիրում է մեր ազգը եւ ժողովարանը նա շինեց մեզ համար։ Հիսուս գնաց նրանց մոտ, երբ տնից շատ հեռու չէր, հարյուրապետը նրա մոտ բարեկամներ ուղարկեց, ասելով. Տեր, նեղություն մի կրիր, որովհետև արժանի չեմ, որ իմ հարկի տակ մտնես։ Դրա համար էլ ես ինձ արժանի չհամարեցի քեզ մոտ գալու, այլ խոսքով ասա եւ իմ ծառան կբժշկվի, որովհետև ինքս էլ իշխանության ենթակա մարդ եմ, իմ ձեռքի տակ զինվորներ ունեմ, սրան ասում եմ գնա եւ գնում է, իսկ մյուսին թե արի եւ գալիս է, եւ իմ ծառային թե արա այս բանը եւ նա անում է։ Եվ երբ Հիսուս այս լսեց, զարմացավ, դարձավ ժողովրդին, որ հետևում էր իրեն եւ ասաց. ճշմարիտ եմ ասում ձեզ, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա։ Պատգամավորները տուն վերադարձան եւ հիվանդ ծառային բժշկված գտան։ Հարյուրապետի ծառայի բժշկությունն էր, որ տեղի ունեցավ հարյուրապետի հավատքի միջոցով, որի մասին մեր Տեր Հիսուս Քրիստոս վկայեց, որ Իսրայելի մեջ անգամ այսչափ հավատ չգտա։ Իրապես զարմանալի էր հարյուրապետի հավատքը, որովհետև մարդը բարձր զինվորական պաշտոնյա լինելով հանդերձ, Կափառնայում հարյուրապետ լինելով հանդերձ, իր ձեռքի տակ զինվորներ զորք ունենալով հանդերձ, ինքն իրեն ասում էր, ես արժանի չեմ, որ մոտենամ քեզ Հիսուս եւ քեզանից մի բան խնդրեմ։ Դրա համար էլ ես չեկա քո մոտ։ Ինձ արժանի չհամարեցի քո առջև կանգնելու։ Մենք, որ շատ ավելի տկար հավատք ունենք, քան այս հարյուրապետը, արդյոք հաճախ ենք մտածում, որ մենք արժանի չենք Աստծո առաջ կանգնելու, որ մենք արժանի չենք մեր բերանը բացելու եւ Աստծուն աղոթելու, թե ոնց պատահում է կանգնում ենք ու բերան ենք բացում ու խոսում ենք։ Այս մարդը այնքան երկյուղած էր եւ այնքան հավատքով էր, որ ասեց ես արժանի չէի քո մոտ գալու, ես արժանի չեմ քեզանից մի բան խնդրելու, դրա համար էլ ուրիշներին խնդրեցի, որոնք թերևս արժանավոր են, որ իրենք գան ինձ համար բարեխոսեն։ Եվ ինչ է ասում, ես արժանի չեմ, որ դու իմ տունը մտնես, որ դու իմ հարկից ներս մտնես։ Եվ հավելում է, որ ես հավատում եմ, որ դու շատ մեծ իշխանություն ունես։ Ինչպես ես իշխանություն ունեմ իմ զինվորների վրա, ինչ հրամայում եմ անում են, իմ ծառաներին ինչ ասում եմ անում են անմիջապես, դու էլ իշխանություն ունես մահվան ու հիվանդության վրա, եթե դու ասես, մահը հեռու կգնա, հիվանդությունը հեռու կգնա, իսկ ով իշխանություն ունի մահվան վրա, հիվանդության վրա, միայն Աստված, այսինքն ինքը Քրիստոսին դավանում էր որպես Աստված։ Եվ այս հավատքը իր արդյունքը տվեց, ասում է, երբ պատգամավորները վերադարձան, տեսան, որ ծառան բժշկվել է։ Եվ Հիսուս գովեց, ասեց, անգամ Իսրայելի մեջ, ում մեջ ինքը այդքան նշաններ ու հրաշքներ էր գործել, ում այդքան քարոզել էր, ես այսպիսի հավատք չտեսա։ Եվ այսօր այդ նույն հավատքի վկայության տոնն է, որտև այսօր մենք կատարում ենք տոնը աշխարհում առաջի Քրիստոսին հավատացած թագավորի, Աբգար թագավորի,
որը Քրիստոսի կենդանության օրոք հավատաց Քրիստոսին։ Ինչպես հավատաց։ Աբգարը Օսրոյեն երկրի թագավորն էր, որի մայրաքաղաքը Եդեսյան էր, որտեղ ապրում էին հայեր եւ ասորիներ։ Աբգարի թագավորությունը գտնվում է Հռոմեական կայսրության իշխանության ներքո, եւ Աբգարը ինչ որ հանձնարարականներով պատգամավորներ էր ուղարկել Հռոմ։ Եվ իր պատգամավորները վերադարձի ճանապարհին, ասում է Մովսես Խորենացին, Պաղեստինով էին գալիս, Իսրայելի երկրով էին անցնում եւ Երուսաղեմում լսեցին Քրիստոսի մասին, Քրիստոսի կատարած հրաշքների մասին, ականատես եղան, ականջալուր եղան եւ ինչ արեցին։ Եկան եւ պատմեցին իրենց թագավորին, որ թագավոր Երուսաղեմում Հիսուս անունով մի մարդ կա, որը զարմանալի հրաշքներ է գործում։ Եվ ինչ որ տեսել ու լսել էին պատմեցին։ Եվ այս ամեն ինչի արդյունքում Աբգար թագավորը մի նամակ գրեց Հիսուսին, որի մեջ ասում էր. լսելով քո մասին, ես հավատացի, որ դու Աստված ես կամ Աստծո որդին ես։ Հրեաները տեսնում էին իրենց աչքով, ուղղակի իրենց ականջներով լսում էին Հիսուսի խոսքերը, բայց չէին հավատում։ Աբգարը ուղղակիորեն չլսեց, այլ միջնորդավորված ինչ որ մարդիկ եկան իրեն պատմեցին Հիսուսի մասին եւ ինքը ասում է դու կամ Աստված ես, որ երկնքից ես իջել, կամ Աստծո որդին ես եւ հավատում եմ, որ դու կարող ես ինձ բժշկել։ Եվ հրավիրում էր իր քաղաք, որպեսզի գա իրեն բժշկի եւ լսած լինելով, որ հրեաները քեզ հալածում են, արի իմ քաղաքում ինձ հետ ապրիր։ Եվ նամակը ուղարկեց Երուսաղեմ։ Խորենացին ասում է, որ Հիսուս պատասխան նամակ ուղարկեց Աբգարին։ Եվ Հիսուսի խոսքերը կա, ասում է, շատերը տեսնում են, բայց չեն հավատում, բայց երանի նրան, ով չի տեսել, բայց կհավատա։ Այսինքն երանի տվեց Աբգարին։ Աբգարի հավատքը այնպիսին էր, ինչպես է հարյուրապետի հավատքը, որը գովեց Հիսուս եւ ասեց, ամբողջ Իսրայելի մեջ այսպիսի հավատք չգտա։ Եվ Հիսուսն իր պատասխան նամակում ասում է, որ ես առաքելություն ունեմ Երուսաղեմում, ես չեմ կարող բացակայել, ես պիտի մնամ Երուսաղեմում, ես չեմ կարող գալ, բայց իմ համբարձումից հետո իմ աշակերտներից մեկը կգա եւ քեզ կբժշկի։ Եվ այդպես էլ եղավ։ Քրիստոսի համբարձումից հետո Թադեոս առաքյալը նախքան Հայաստան գալը նախ գնաց Եդեսիա։ Բժշկեց Աբգարին, քարոզեց Աբգարին, Աբգարը մկրտվեց եւ մկրտվեց, հավատաց ողջ Եդեսյան։ Եդեսիայում եկեղեցի հաստատեց, եպիսկոպոս կարգեց Ադեին, որը խույրագործ էր։ Եվ հետո ինքը անցավ Հայաստան, Սանատրուկի մոտ, որը Աբգարի քրոջ որդին էր, որը Հայաստանի թագավորն էր, որտեղ հետագայում նահատակվեց Թադեոս առաքյալը։ Բայց Աբգարի հետ ինչ կատարվեց։ Աբգարը փակեց կռատները իր երկրում եւ հաստատեց քրիստոնեական հավատքը։ Ոչ միայն այս, այլ նաեւ Աբգարը իր հավատքը վկայեց, քարոզեց։ Ում քարոզեց։ Նամակ գրեց Տիբերիոս կայսրին, որի իշխանության տակ էր։ Եվ Տիբերիոսին վկայեց, թե իր հետ ինչ կատարվեց, թե ինչպես Քրիստոս Աստված, Քրիստոսի անունով Քրիստոսի աշակերտը իրեն բժշկեց անբուժելի հիվանդությունից։ Եվ փաստում էր, որ Քրիստոսն Աստված է, եւ կայսրին հորդորում էր, որ իր կայսրության մեջ հրաման տա, որպեսզի Քրիստոսին պաշտեն մարդիկ։
որ քրիստոնյաներին չհալածեն, Քրիստոսին պաշտեն։ Եվ նաև հորդորում էր, որ պատժեն հրեաներին, որոնք խաչեցին Քրիստոսին, որ Պիղատոսին պատժի, որ Հրեաստանի կուսակալներ, կառավարիչներ։ Եվ Խորենացին վկայում է, որ կա Տիբերոս Կայսեր նամակը Աբգարին պատասխան, որի մեջ ասում է, այո, ես էլ եմ լսել այդ Հիսուսի մասին, որ հրաշագործ է, բայց իրեն որպես Աստված կայսրության մեջ հռչակելը իմ իշխանությունից վեր է, Ռոմի ծերակույտը միայն կարող է մեկին Աստված հռչակել, բայց քրիստոնյաները կարող են պաշտել իրենց Հիսուսին, եթե իրենք ուզում են պաշտել, այսինքն մի տեսակ համաձայնություն էր տալիս Աբգարին, իսկ ինչ վերաբերվում է հրեաներին, ասեց ես հրեաների հարցով կզբաղվեմ, երբ որ Իսպանիայի հետ պատերազմը ավարտվի, Աբգարը սրանով չբավարարվեց, ինքը նամակներ ուղարկեց հզորագույն տերությունների թագավորներին, Պարսկաստանի թագավորին և Ասորեստանի, որտեղ վկայում էր Քրիստոսի մասին և ասում էր, որ սա է Աստված, սա է ճշմարիտ Աստված, սրան է պետք պաշտել։ Մենք մեր հարևանին ամաչում ենք, վախենում ենք կամ քաշվում ենք վկայել, որ քրիստոնյա ազգի ներկայացուցիչ է։ Աբգարը առաջինը լինելով աշխարհում թագավոր, որ հավատացել էր Քրիստոսին, հեթանոս թագավորներին նամակներ էր ուղարկում և ասում էր հավատացեք Քրիստոսին, դարձեք դեպի Քրիստոս։ Այս էր Աբգար թագավորը, այս էր առաջի հավատացյալ թագավորը։ Եվ ասում է, երբ որ լսեց, որ Քրիստոսի աշակերտ Թադեոս առաքյալը եկել է իր քաղաքը, իր գահից իջավ, դուրս եկավ պալատից, ընդառաջ գնաց Թադեոսին, եւ այդ ցնցոտիների մեջ գտնվող երկար ճանապարհ էր կտրել եկել, ցնցոտիների մեջ գտնվող առաքյալի առաջ խոնարհվեց եւ երկրպագեց, փեշերը համբուրեց Թադեոս առաքյալի, այս էր հավատացյալ թագավորը, այսպիսին պիտի լինի հավատացյալ թագավորը, ինչի, որովհետև իր հետ բան էր կատարվել, ինչ էր կատարվել, Քրիստոսի լույսը լուսավորել էր իրեն, ոչ թե ինքը բերանով էր խոսում այս մասին, այլ Քրիստոսի լույսով էր լուսավորվել, Քրիստոս ոչ միայն իր մարմնավոր հիվանդությունն էր բժշկել, այլ իր հոգին էր բժշկել, Աբգար ուղղակի չէր խոսում, Աբգարի միջից բխում էր այդ խոսքը, Սուրբ հոգին էր Աբգարի միջոցով այդ ամեն ինչը անում, հետաքրքիրն ինչա, որ այս կայսրերին, արքաներին, որ քարոզում էր Աբգարը, չէին հակառակվում, որտև ով կարող է հակառակվել Սուրբ հոգուն, ով կարող է հակառակվել Աստծո կամքին, ահա այսպիսի թագավոր էր, մեր Աբգար թագավորը Անդրանիկ և Քրիստոսին առաջին նախավկա, վկայող և հավատացող թագավորը, այսօր մենք ինչքան կարիք ունենք Աբգար թագավորի, այսօր մենք ինչքան կարիք ունենք Աբգարի նման թագավորների, հաղաչենք, խնդրենք, թող Սուրբ Աբգար թագավորը բարեխոս լինի մեզ համար, որպեսզի Աբգարի հավատքը, որը գովեց Հիսուս, ասելով Իսրայելի մեջ այսպիսի հավատք չտեսա, երանի նրան ով չի տեսել, բայց կհավատա, մենք էլ այդ հավատքից մաս ու բաժին ունենանք, մենք էլ այդպես հավատանք Քրիստոսին և այդ հավատքով Աբգարի օրինակով, Աբգարի նման մեր կյանք կարողանանք ապրել, թող Սուրբ Աբգար թագավորը բարեխոս լինի մեր համար, մեր աշխարհի համար, մեր եկեղեցու համար, մեր թագավորության համար, մեզ բոլորիս համար, որպեսզի իր արժանի հետնորդները, իր հավատքի արժանի կրողները լինենք մենք բոլորս։
Աստծո շնորհը, սերը, խաղաղությունը թող ամենքիս հետ լինի ամեն։